Եթե դուք որոշեք վիրատեք ստամոքսը, ձեր բժիշկը կասի, պետք է ամբողջ կյանք հետևես ինչ ես ուտում եւ ինչքան։ Եթե դուք որոշել եք մարզասրահ գնալ, դիմում եք մարզիչին, նիհարելու նպատակով։ Ցանկացած մարզիչը ձեզ ասի, դուք պետք է ուշադիր լինեք, ինչ եք ուտում եւ ինչքան, որ նիհար։ Եթե դուք որոշել եք Herbalife-ի խորհրդատուի հետ նիհարել, ձեր խորհրդատուն կասի, դու բացի մթերքները օգտագործելուց, դու պետք է ուշադիր լինես, ինչ ես ուտում եւ ինչքան։ Եվ եթե դուք չլսեք ձեր տրեյները, ձեր խորհրդատուին, ձեր բժշկին, դուք կարող եք վիրատել, մարզվել, Herbalife օգտագործել եւ զուգահեռ չաղանալ, ստանալ հակառակ էֆեկտ, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա։ Մենք չենք կարող խաբել մեր օրգանիզմը, չհետևել սննդակարգին, բայց ունենալ գեղեցիկ, սիրուն մարմին։ Եվ այն մարդիկ, ովքեր նիհարելուց հետո սկսում են առաջվա պես իրանց չհետևել, կապ չունի ոնց են նիհարել, սպորտով զբաղվելով, վիրատելով, լիպասակցիա անելով, Herbalife-ի հետ սննդակարգը պահպանելով, նշանակություն չունի ինչպես եք նիհարել։ Եթե դուք դրանից հետո ձեզ չհետևեք, դուք շատ հեշտ ու արագ կարող եք կորցնել ձեր ստացած արդյունքը։ Դու պիտի կարողանաս քեզ կառավարես, դու պիտի քեզ սովորացնես չափից շատ չուտես մանավանդ երեկվա ժամերին։ Դու պիտի քեզ սովորացնես ջուր խմել, չափավոր սնվել, ժամային գրաֆիկը պահպանել, չչարաշահել որոշակի մթերքները։ Եվ այն մարդիկ, ովքեր ասում են Herbalife-ը թողել եմ, չաղացել եմ կրկնակի, եկեք անկեղծ լինենք, ես ոչ մեկին չեմ ասելու, բայց երբ որ դուք դադարեցրել եք նիհարել Herbalife-ի հետ, առաջինը դուք նիհարել եք, այսինքն դա աշխատում է։ Երկրորդը, երբ որ դուք վերջացել եք ձեր կոկտեյլը, ձուկ երեք, ժամով սնվեք, շարունակեք ճաշել սնվել, շարունակեք ջուր խմել, շարունակեք քայլել, մարզվել։ Ավելին ասեմ, կարելի է շատ լավ չաղանալ, նույնիսկ Herbalife-ը չթողնելով, որովհետև Herbalife-ը ունի չաղանալու ծրագիր եւ ունենք օրինակներ, երբ որ մարդը իրան չի հետևում եւ օգտագործում է Herbalife-ը եւ կիլոներ ուտում է, պիցցա, կոնֆետներ եւ սխալ բաներ անում, չարաշահում է սնունդ, չաղանում է առանց Herbalife-ը թողնելու։ Դրա համար երբ որ լսում եք նման միֆեր, եղեք գիտակից ու հասկացեք, որ օդից քաշը չի գալիս, մարդը կերել է, պետք է մեկին մեղադրի, օրինակ Herbalife-ին կամ խորհրդատուին։ Լավ է։